Որ բիոլոգիական ակտիվ հավելումներն են համեմատաբար անվտանգ։ Շատ կարևոր հարց եք տալիս։ Փորձեմ բացատրել պարզ եւ ճիշտ ձևով։ Ոչ թե որ հավելումն է լավ, այլ երբ եւ ինչ պայմաններում կարելի է ընդունել եւ ինչ նշաններով հասկանալ վտանգ կա թե ոչ։ Եթե մարդը լյարդի հիվանդություն չունի, ապա սովորաբար անվտանգ են, երբ ընդունվում են այդ բիոլոգիական ակտիվ հավելումները ճիշտ դոզայով եւ սահմանափակ ժամանակով։ Այսպիսի բիոլոգիական ակտիվ հավելումներից են օրինակ վիտամին D, որը պետք է օգտագործվի սահմանված դոզայով, վիտամին B12-ը, ֆոլաթթուն, երկաթը, իհարկե միայն բժշկի ցուցումով, մագնեզիումը, անվտանգ է համարվում նաև օմեգա 3-ը, նույնպես պետք է այն չչարաշահել, որովհետև վերջին ցուցումների համաձայն, եթե դուք դկան յուղը, այսպես կոչված, օգտագործում եք 2 ամիս եւ ավել, այն կարող է նույնպես լյարդի ճարպակալման պատճառը հանդիսանալ։ Այս պրեպարատները չեն վնասում լյարդը, դուք կարող եք նրանք օգտագործել, բայց որոշակի չափաբաժնում եւ կարճ ժամանակով։ Իհարկե, դրանց թվին են պատկանում նաեւ պրոբիոտիկները, որոնք կարող եք օգտագործել։ Ինչպես ընտրել անվտանգ հավելում եւ հանգիստ օգտագործել։ Հիշեք այս պարզ 5 կանոնը։ Ինչքան քիչ բաղադրիչ, այնքան ավելի անվտանգ։ Չընդունել միաժամանակ մի քանի հավելումներ։ Չընդունել հավելումները ամիսներով առանց բժշկի թույլատրության։ Երբեք չընդունել լյարդը մաքրող միջոցներ։ Լյարդի խնդիրների դեպքում օգտագործել միայն բժշկի թույլատրությամբ։ Իսկ որ հավելումներից պետք է զգուշանալ կամ խուսափել։ Հատկապես լյարդի տոքսիկ աղտահարումների մեծ մասը կապված է հենց այս բիոլոգիական ակտիվ հավելումների հետ։ Դրանց են պատկանում քաշի նվազեցման հավելումները, որը շատ տարածված օգտագործվում են, դետոքս, մաքրող թեյերը, մկանային զանգվածի արագ ավելացման միջոցները, չինական խառնուրդները, բազմաբաղադրիչ բուսական հավելումները, եւ եթե պիտակի վրա գրված է հրաշք, արագ արդյունք, լիովին բնական, սա արդեն վտանգի ազդանշանն է։ Ինչ նշաններով պետք է կասկածել լյարդի վնասման մասին։ Եթե հավելում ընդունելու ընթացքում առաջանում է գոնե նրանցից մեկը՝ թուլություն, հոգնածություն, սրտխառնոց, ախորժակի կորուստ, ցավ կամ ծանրություն աջ կողատակում, մեզի մքացում, կղանքի գունաթափում, մաշկի կամ աչքերի դեղնություն, մաշկի քոր, ապա անմիջապես պետք է դադարեցնել հավելումը եւ